Լոռու մարզի Լորիբերդ գյուղում վատբան վերջին անգամ 18-րդ դարում է եղել, երբ ձեռքից ձեռք անցնելուց հետո Միջնաբերդը կորցրել է իր նախկին նշանակությունը։ Դրանից հետո Լորիբերդի բնակիչները այլևս երբեք խնդիր չեն ունեցել։ Համենայն դեպս այսպես կարելի է դատել ելնելով գյուղացիների վկայություններից։ Դե հիմնարկ ձեռնարկություն ոչինչ չկա, օգտվում են Ստեփանավանից, մոտիկա, շատ հարմարավետ է, մեր գյուղի պայմանները շատ լավն է։ Կարճատև զրույցից պարզվում է, որ գյուղում չկա ոռոգման ջուր, գյուղատնտեսությամբ գումար չես վաստակի, անասնապահության համար էլ արոտավայր չկա, բնակիչները խնդիր չեն տեսնում։ Առատ բերք չեն ստանում, ծախսը շատ է, բայց օգուտը քիչ է։ Հիմնականը կով ենք պահում։ Մեր ընտանիքի համար ոչ թե բիզնես անենք, որ դրանով փող աշխատենք, շատ էժանակ է թիգինը։ Ինչքան է։ 130 դրամ։ Կտանեք կբացվի երեխեք ջան։ Իսկ ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է։ Կենցաղային խնդիրներից զատ Լորիբերդում եւ Հայաստանի մյուս գյուղերում մեկ օր անցկացնելու դեպքում անպայման գոնե մեկ անգամ կլսեք այս խնդրի մասին։ Գյուղի շատ տղաներ ունենք, շատ աղջիկներ կան։ Դուրս են եկել, գործ են ճարել, չեն վերադառնում, չեն ամուսնանում։ Խոսել եք հետներ։ Չեն ուզում են աշխատեն, կայանան, թե ինչ համար չգիտեմ։ Կուզեի աշխատեի, կրթություն ունենայի, բայց ընտանիք կազմելը առաջնահերթ բան է։ Օրինաչափորեն կրկնվում է եւս մի երևույթ։ Ճանաչված մեկի մեկ անգամյա այցը գյուղ դառնում է գյուղի կենսագրության ամենահարուստ կետը, բանահյուսություն դառնում ու մի քանի տարին մեկ մի քիչ փոփոխված պատմվում հերթական լրագրողին։ Սոս Սարգսյանը իր ասենք այդ իր բաներով մեքենաները հետևից են գալի ու զարմացա որ արդենք առավոտյան շուտ մարդիկ ներքևից տենց քայլելով գալիս են։ Ես ձեռքը բռնած գոքնոցով ծաղիկները նվիրում եմ Սոս Սարգսյանին։ Ահա, հնդուշկա ունենք, բադեր ունենք, գազեր ունենք։ Մերնա Ձորն էլ է մերը։ Ձորը նկարել եք։ Գյուղում միջնադարյան Լորիբերդ ամրոցին ասում են Աշոտ Երկաթ, թեև բերդը կառուցվել է Աշոտ Երկաթ արքայի մահվանից գրեթե 1 դար անց։ Եվ ես հետ եմ նայում այդ տարիները եւ հիմա այնտեղ գնում ենք Աշոտ Երկաթ, այնտեղ հարսներով, աղջիկներով, երեխեքով, թոռներով հավաքվում ենք այնտեղ, ձու են կռվածնում, հաճելի ժամանակ ենք անցկացնում, խաղեր են կազմակերպում, գնդակ ենք տանում, մեծ փոքր բոլորը բան են անում, մասնակցում էին ու շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Պատասխանը առաջ ավելի լավ էր, թե վատ տնետուն տարբերվում է։ Ոմանց տխրեցնում է կենսակերպի փոփոխությունը, ոմանք փորձում են հարմարվել։ Հիմա բաց ճանապարհները կարող գնան Ամերիկա սովորեն, կարող գնան արտերկրում սովորեն։ Առաջ դուրս էին գալիս ամառները ժամը 5-ից մինչև ժամը 12-1 խաղում էին։ Ու առաջ այդքան շատ հեռախոսների մեջ չեն, որովհետև չգիտեին հետ ինչ է։ Այդ որ ծնողները կանչում մենք ինատու սենց ասած բախկվոց էինք խաղում, որ բախկում ենք ծնողները չկանչեն մեզ տուն։ Հրավիրել ենք, օրինակ ֆրանսիացիներ, դե մարդիկ եկան բան էին արդեն մտնում բրած, գիտես ինչ հուշեց ինձ, ասում դու կարող ես մի հատ կաֆե բացանեք, ֆրանսիացին ասում մարդիկ գան մի բաժակ ջուր խմեն գյուղատնտես մթերքներ, ճիշտ ասում։ Ոռոգումը, գյուղատնտեսությունը, անասնապահությունը, չամուսնությունն ու խուսանավող ուրախությունը իրենց հերթին, բայց գյուղացիները վստահ են, որ Լորիբերդը ավելի սիրուն է, քան Ստեփանավանի ամենասիրուն թաղերը, ու դա ամենակարևորն է։